առաջինը 10 րոպեն մեկ-մեկ է, մազերից քաշում, այդ ծեծելը ասած դեպ գլխից խփում, վզից խփում, մարտերվել ստերու անգամ կացող կողերից խփալա։ Ոստիկանությունում խոշտանգվելու մասին ահազանգելուց ուղիղ մեկ ամիս անց չկա որևէ մեղադրյալ։ Ավելին, Վանաձորում բնակվող արցախցի Տիգրան Ուլուբաբյանի մատնանշած ոստիկաններն ազատության մեջ են, աշխատանքի են գնում։ Ես այդ օպերատիվ հարցումը անցկացրել եմ երբեք, որովհետեւ հասկանամ ինչքանով է իր մասնակցությունը շփումը կա։ Եթե ես հստակ լինեի, որ ինքը մասնակցություն ունի դրա, ես իրավական գիտակցություն ունեմ։ Դա քնչակը բարդ Սա ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանի եւ արցախցի երիտասարդի առերես հարցաքննությունից մի դրվագ է։ Տեսագրությունը հրապարակած փաստաբան Ռոման Երիցյանն ուշադրություն է հրավիրում ոստիկանի խոսքի վրա։ Բարձրաստիճան ոստիկանը ընդունում է, որ երիտասարդը կապ չունի բարեկամի տան վրա ավազակային հարձակման հետ, բայց սա փաստաբանի խոսքով 29-ամյա տղամարդու հետ առերես ողին ու նրա ենթականերին չէր խանգարել, որ Արցախցուն տանեն ոստիկանություն, մի քանի ժամ պահեն, ծեծեն, ստորացնեն, հայհոյեն, պարտադրեն, որ իր վրա վերցնի հանցագործությունը։ Այն օբյեկտիվ քննությունը, որը քննչական կոմիտեի նախագահը հայտարարում էր եւ դրա մասին խոսում էր, այն օբյեկտիվ քննությունը, որի մասին խոսում էին առաջին անգամ քննչական կոմիտեի դիմաց կազմակերպված այդ բողոքի ակցիայից հետո հանդիպման ընթացքում, այդ օբյեկտիվ քննությունը ամեն դեպքում ես չարձանագրեցի։ Առերեսված երկու ոստիկանները հերքել են, թե ոստիկանությունում որևէ մեկը խոշտանգել է Տիգրանին։ Հերքել էր նաեւ դատաբժիշկը, բայց հիվանդանոցն արձանագրել էր Տիգրանի վնասվածքները։ Փաստաբանն ասաց, որ քննիչը հրաժարվում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել, ինչպես նաեւ մերժում է իրենց առաջարկը ճանաչման գործողություն անցկացնել ու Տիգրանին հնարավորություն տալ մի քանի մարդու միջից ցույց տալ իրեն ծեծած ոստիկաններին։ Քննիչը մինչև հիմա չի պարզել մյուս 6 ոստիկանների ինքնությունը։ Այն դեպքում, երբ որ Տիգրանը խոսել էր արտաքին հատկանիշների մասին, որով պատրաստ էր ճանաչել մնացած ոստիկաններին։ Փաստաբանն ասում է, որ մինչև հիմա Տիգրանի մարմնից նմուշներ չեն վերցրել, տեղյակ չեն, թե ուր հասավ 3 շաբաթ առաջ քննչականին հանձնված արցախցու պատառոտված հագուստի փորձաքննությունը։ Ավելին, քննիչը մերժել է հարցաքննել Տիգրանի մատնանշած անձանց, որոնք նրան օգնել են դուրս գալ ոստիկանությունից ու կարող են պատմել բռնության մասին։ Որոնց ցուցմունքները ինքնին բավարար էին, առնվազն Լոռու մարզային վարչության պետի եւ Տիգրանի հստակ մատնանշած անձին ձերբակալելու համար։ Փաստաբանը մտահոգ է, քանի դեռ ոստիկաններն ազատության մեջ են, աշխատանքի են գնում, կարող են վերացնել ապացույցները, նույնիսկ հիմա կասկածներ ունի, որ որոշ բաներ փոփոխել են։ Բայց ցավալին այն է, որ ձերբակալման հիմքերի ակնհայտ արկայության պարագայում ձերբակալման միջնորդությունը մերժեց, որից հետո էական հանգամանքներ բարձր գրեթե հնարավոր չի լինի։ Քննչական կոմիտեից այսօր ազատությանը փոխանցեցին միայն, որ նախաքննությունը շարունակվում է։ Տիգրան Ուլուբաբյանի ահազանգից հետո իրավապահները խոշտանգման հոդվածով գործ հարուցեցին, երբ Երևանում քննչականի շենքի առջև բողոքի ակցիաների մասնակիցներն օրեր շարունակ պահանջում էին անհապաղ ձերբակալել ոստիկաններին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին որևէ գնահատական չէր տվել կատարվածին։ Ընդգծել էր, որ դեռ վաղ է խոսել այս մասին, քննությունից հետո քննիչները կտան հարցերի պատասխանները։ Պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Մինչ նախարարը հորդորում էր սպասել քննության ավարտին, իրավապաշտպաններն ու փաստաբանները տարբեր օրինակներ են բերում, պնդում, որ ոստիկաններին առնչվող գործերով բացահայտումներ չեն լինում։ Օրինակ, ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանը 1 տարի առաջ էր հայտարարել բռնության մասին։ Ձերբակալությունից հետո քննչականի ճանապարհին, երբ ոստիկանների հսկողության տակ էր, ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Ըստ ակտիվիստի, ոստիկաններն այդ ժամանակ իրեն մենակ էին թողել մեքենայում։ Այս գործը դոփում է տեղում։ Նույնը դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքում նրան էլ անցած գարնանը խմբով կարմիր բերետավորներն էին օրը ցերեկով ծեծել։